Հրապարակ թերթը գրում է. իշխանությունը վերջերս հերթական ներքին հարցումն է արել եւ պարզել, որ հայ առաքելական եկեղեցին անգամ այսքան հարվածներից ու հետեւողական վարկաբեկումից հետո Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է։ Հենց այդ պատճառով էլ հրահանգ է իջել թիմին, որ այլևս շատ չխոսենք ՀՊ նախընտրական ծրագրում հայ առաքելական եկեղեցու դեմ տեղ գտած դրույթների մասին, որոնք իրականում հակասահմանադրական դրույթներ են։ ԿՊ կուսակցության նախընտրական ծրագրում հիշեցնենք նշված է, որ պետք է փոխեն եկեղեցու փաստացի պետին, այսինքն կաթողիկոսին։ Իշխող թիմում կարելի ասել վետո է դրվել այս հարցի արծարծման վրա հաշվարկով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո երբ հաղթեն, նոր կբարձրաձայնեն, որ իրենց հակաեկեղեցական ծրագրի իրագործմանն են նաև հավանություն ստացել, ուստի նոր տողից եւ ավելի հուժկու գրող կսկսեն վեհափառի եւ եկեղեցու դեմ։ Փաստ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն պարբերաբար մոտ ռակուրսներից նկարներ են հրապարակում, փորձելով ցույց տալ, թե նախընտրական հանդիպումները մարդաշատ են, սակայն իրականում գրեթե բոլոր տեղերում ԿՊ-ականներին հիասթափություն է սպասվում։ Օրինակ աշտարակում ողջ վարչական ռեսուրսը կիրառելով շրջիկ խմբերով կարողացել են հանրահավաքին բերել մոտ 500 մարդ, որոնց գերակշիռ մասը ըստ ականատեսների մարզպետարանի, համայնքապետարանի եւ դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ են եղել։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, 3 հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ Թուրքիայից երրորդ երկրների միջոցով Հայաստան մեկնող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների վրա այժմ որպես վերջնական նշանակման կետ կամ ծագման երկիր կարող է նշվել Հայաստան-Թուրքիա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախընտրական պայքարը թեժանում է եւ քաղաքական հարվածների թիրախում արդեն հայտնվում են ոչ միայն կուսակցություններն ու գործիչները, այլև հայտնի բիզնես բրենդները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում հայտնվել է հայկական ամենահայտնի ընկերություններից մեկը Ջերմուկ գրուպը։ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում իրենց ելույթներում անդրադարձել են Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանին, ակնարկելով, թե Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։ Ժողովուրդ օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանին, խնդրելով մեկնաբանել այս հայտարարությունները։ Վերջինիս պատասխանը սակայն ոչ միայն կոշտ էր, այլև բացահայտ քաղաքական ենթատեքստերով լի։ Նրա խոսքով Քոչարյանի թիմակիցները իրենց գործած ցանցանքներն ու հանցանքները հիշեցնող փաստերի փոխարեն անցել են անձնական ու արժեքային հարձակումների, հասնելով անգամ ազգային բրենդերի դեմ պայքարի։ Արսենյանը նշել է, թե ընդդիմադիր շրջանակները քաղաքական դիվիդենտների համար թիրախավորել են ազգային բրենդները, իսկ Ջերմուկ գրուպի դեմ հնչող հայտարարությունները ոչ թե գաղափարական պայքարի, այլ քաղաքական խոճապի դրսևորում են։ Հրապարակ օրաթերթը գրում է. իշխանության շարքերում այս օրերին քննարկվող գլխավոր հարցն այն է, որ եթե անկախ արդյունքներից ԿՊ-ն հայտարարի իր հաղթանակի մասին, Ռուսաստանը մեր ընդդիմությունը հասարակությունը հունիսի 7-ից հետո ինչ քայլերի են դիմելու, մասնավորապես փողոցային շարժում կսկսվի, թե ոչ, եւ ընդդիմությունը կկազմակերպի այդ շարժումը, հրաժարվելով կանչել արդյունքները եւ վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում եւ ԿՊ-ականները խիստ մտահոգված են սրանով։ Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել, անգամ արյուն թափել, իշխանություն վերցնել համար, բայց իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, թե դա ինչ հետևանքներով է հղի եւ հասկանում են, որ սարկված ու խլված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է, որը կախված է հազար ու մի հանգամանքներից։ Գիտակցում են, որ եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոշիչ վերցնել մանդատները եւ պայքարը շարունակի փողոցում ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ըստ իշխանականների վաղ թե ուշ արտաքին կենտրոններն էլ հաշվի կնստեն իրավիճակի հետ եւ իրենց կարող է չներվել զորբայությամբ իշխանազավթումը։